խոսքը ցեղասպանության է վերաբերում։ Բնականաբար մենք պիտի անպայման արձագանքենք ցեղասպանության երևույթին, որովհետև դա մեզ հետ սկսել է պատահել 19-րդ դարի վերջից, Աբդուլ Համիդի ժամանակներից եւ շարունակվել է մինչև վերջերս, մինչև Արցախի էթնիկ զտումը։ Մինչ այդ 15 թվականից հետո Շուշիի 1920 թվականի ցեղասպանությունը, 5 թվականին Բաքվում հայերի կոտորածը, այնուհետև 88 թվականի Ղարաբաղ շարժումը սկսելուց հետո Սումգայիթյան դեպքերը, Գանջայի, ժամանակվա Կիրաբադի, Բաքվի, այս ամենը ցեղասպանության էլեմենտներ են եւ եզրափակվեց Արցախի բռնազավթմամբ։ Հիմա մենք պիտի մեզ հարց տանք, ինչու է այդ երևույթը տեղի ունենում մեր ժողովրդի հետ, ինչն է պատճառը եւ ինչպես կանխենք նման երևույթները։ Ես կարծում եմ, ուղղակի մեր հարևան ժողովուրդը, ես Ադրբեջանը եւ Թուրքիան նույն ժողովուրդ եմ համարում միասին, ադրբեջանցիներին եւ թուրքերին, նրանք ուղղակի իրենց պատմությունն են կերտում մեր հաշվին, մեր պատմությունը կեղծելու հաշվին, մեր տարածքներն են գրավում իրենց պետությունն ընդլայնելու, հզորացնելու համար, մեր ռեսուրսներն են յուրացնում եւ ինչպես կարող ենք կանխել դա։ Պատճառը հենց դա է ցեղասպանության։ Նրանք իրենց պետությունն է ստեղծում իրար, որպեսզի ասածս հենց այնպես անհիմն չթվա, ասեմ դες մինչև 1914 թվականը Թուրքիայում կրթական հաստատությունների գործող 80%-ը հայկական էր։ Արտադրական կազմակերպությունների նույնպես 80%-ը հայկական էր։ Արտերկրի կապիտալը հիմնական, որ բանկերում էր կուտակված, մեծ մասամբ հայկական էր։ Եվ հա ժողովրդին կոտորելով եւ վտարելով իրենց պատմական տարածքից տիրացան ոչ միայն մեր տարածքին, այլ մեր ունեցած հզոր արտադրական պոտենցիալին, կրթական պոտենցիալին եւ այդ նույն երևույթը շարունակվում է առ այսօր։ Մենք ինչ պետք է անենք։ Մենք հիմա ես այդ հարցին եմ ուզում պատասխանել, մենք պիտի ունենանք հզոր պետություն, հզոր տնտեսությամբ, հզոր գիտությամբ եւ կարողանանք մեզ պաշտպանել արտաքին բոլոր կարգի ոտնձգություններից։ Իբրև օրինակ բերեմ Իսրայելը։ Իսրայելը գտնվում է ոչ բարեկամական երկրների շրջապատում, մեղմ ասած, բայց դա իր հզոր տեխնոլոգիական զարգացմամբ, իր ստեղծած հզոր բանակով, իր ստեղծած բրցունակ տնտեսությամբ կարողանում է դիպակայել։ Իհարկե կա Ամերիկայի մեծանալու հովանավորությունը, բայց հովանավորը մեն ուժեղին, որպես կանոն թույլը անտեր է մնում։ Եվ այս պատճառով մենք ոչ միայն պիտի հարգենք ցեղասպանված մեր ազգակիցների հիշատակը, այլ նաև դաս քաղենք պատմությունից եւ կարողանանք ձեռնարկել միջոցառումներ, որպեսզի այդպիսի երևույթներ մեր պատմության ընթացքում այլևս տեղի չունենան։ Եվ ճանապարհը ասացի, հզոր պետություն ունենալն է, իսկ հզոր պետություն ասելով միշտ էլ սկսած միջնադարից հասկացել են հզորային պետությունը, որը ունի հզոր տնտեսություն եւ հզոր բանակ։ Ինչպես ունենալ։ Հզոր բանակ ունենալու համար, հզոր պետություն ունենալու համար պիտի գիտության նվաճումները ընդդրենք տնտեսաբար 21-րդ դարն է։ Կարողանանք գիտության նվաճումների օգտագործման հենքի վրա ստեղծել ամուր կայուն ժամանակակից տնտեսություն, այդ թվում ռազմարտաբերական համալիր եւ կարողանանք զդեն մեր բանակը մեր միջոցներ աշին գերազանցապես, ոչ տարանցած սրաններն զենք խնդրելու համար դիմենք։ Ինչպես։ Հիմա տեսնում եք այդ քայլերը։ Դե հիմա բոլորը տեսնում, որոշ քայլեր արվում են, բայց ավելի կտրուկ քայլեր պիտան։ Այսօրվա վիճակով, եթե միայն դիտարկենք այսօրվա վիճակը, իհարկե մեր տնտեսությունը ավելի շատ ունի ծառայությունների զարգացած ոլորտ, մեր համախառն ներքին արդյունքի ծավալում ծառայությունների ոլորտ առևտուրը 60% են կազմում։ Գիտատար արտադրանք չի չնչին է 5%։ Դե հակառակն է, փոխվի վիճակը։ Պիտի մենք ունենանք հզոր արտադրություն եւ ստադում մրցունակ տնտեսություն եւ բանակ, ինչպես արդեն ասացի։ Պարոն Սուվարյան։ Այդ քայլերը կատարվի եւ արագ պիտի կատարվեն եւ շատ ուրեմն գործնական։
Պարոն Սուվարյան, մեր երկրի կառավարությունը եւ կառավարության անդամները, իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում չպետք է լինի ցեղասպանության ճանաչում։ Կներեք արտաքին քաղաքականության հարցերի մասին մասնագետ չեմ կարող որևէ բան ասել եւ հետո ինձ խնդրում եմ քաղաքական հարցեր չտաք հարցերը այսօր կարող եք տալ ցեղասպանության մասին Ցեղասպանության մասն եմ հարցնում, էլի։ Ցեղասպանության շղթումը, ցեղասպանության ճանաչումը չպետք է լինի Հայաստանի կառավարության առաջնահերթություններից։ Դուք որպես քաղաքացի, որպես հայ մարդ համաձայն եք դրան, որպես գիտնական։ ինչ առաջնորդություն նկատի ունեք Ցեղասպանության պահանջատիրությունը չպետք է լինի։ ցեղասպանությունը մեր կառավարությունը ձգտում է խաղաղության եւ զգուշավոր քաղաքականություն է վարում դա իրենց մոտեցումն է ես ներկայացրեցի մոտեցում նորից ոչ չեմ կրկնել այդքանը